Տիկին Խաչատրյան դեռ շարունակվում է մանկապարտեզների հարցը, ի վերջո այս հարցը երբ է լուծվելու եւ տեսնում ենք, որ ելի նմանատիպ խնդիրներ են բարձրաձայնում, երբ եք պատրաստվում այդ խնդիրներին լուծումներ տալ։ Գիտեք, ես կարող եմ ասել նույնիսկ իմ ընդդիմադիր ավագանի եղած ժամանակ վերջին տարիների համար հնարավորինս տարբեր տարբերակներով մանկապարտեզների հարցը փորձվում է լուծվել, այս հանձնաժողովը ինչի մասին հիմա խոսում ենք, հենց պատճառներն են ինչի է մանկապարտեզների խնդիրը առաջացել Երևանում, այն որ նախկինում մանկապարտեզները վաճառվել են շենքերը, նվիրվել են ու տենց ինչ որ բաներ, այ քննող հանձնաժողով է ստեղծվում այսօր, որպեսզի տեսնենք ինչի են մանկապարտեզները, ինչի է Հայաստանի Երևանում 7 տարիների ընթացքում չստացվեց։ Սա քննող հանձնաժողով է, սա ավականու, դուք այդ մասով կարող եք հարցնել օրենսդիր, գործադիր մարմիններին, մենք օրենսդիր մարմին ենք, որը ունի լիազորություն մեկ անգամ տարվա մեջ ստեղծի քննող հանձնաժողով, սա նախաձեռնությունն է քաղաքացիական պայմանագրի, առաջիկայում մենք էլ այլ քննող հանձնաժողովով հանդես կգանք, որովհետև վերջապես սա ամենա, չգիտեմ երևանցի, մի երևանցի, որն իր վրդովմունքը այս տարիների ընթացքում, երկու տասնյակ գրեթե տարիների ընթացքում արտահայտած չլինի մանկապարտեզների, շենքերի, վաճառքների նվիրելու մնացածի հետ կապված։ Մեկը մյուսի հետ կապ չունեցող է, ունեցող է, դա պատճառներն են, պատճառների մասին ենք այս պահին խոսում ու հնարավոր լուծումների, բայց այն ինչ արվում է, համենայն դեպս վերջին տարիներին դուք կարող եք նայել, թե մանկապարտեզների վերանորոգումներից, հիմնանորոգումներից հետո գոնե վերջին 2 տարի, 2-3 տարվա մեջ ինչքան խմբեր են ավելացել, այն ինչ ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք լուծումը, մենք հենց քաղաքային իշխանությունն ուզում է վերջնական դրա լուծումը, բայց այն ինչ պետք է արվի վերջնական լուծման համար չի կարող լինել միանգամից։ Ինչ պատճառներից ելնելով շարունակում է մեր քաղաքացիները չվճարել, ուղևորձը տրանսպորտում եւ տեսեք նաեւ քաղաքապետարանը որոշում է ընդունել, որ QR կոդերը թղթային տարբերակը պետք է հեռացվի։ Արդյոք սա չի փաստում, որ ծրագիրը ձախողվել է եւս մեկ ապացույց չէ։ Ոչ, ցանկացած մեծ փոփոխություն, այն ինչ արվում է, ինքը ունենում է իր ճանապարհին խոչընդոտներ, ինքնին ունենում է իր ճանապարհին խնդիրներ, որոնք շտկելով գնում է, որ վերջնական արդյունքը ստանալու համար, վերջնական արդյունքը կստանանք շուտով։ Բայց փաստորեն մնում է միայն փաթեթային տարբերակը եւ քաղաքային իշխանությունը ստիպում է քաղաքացիներին ուղղակի միա տոմս։ Փաթեթային տարբերակի հետ ոչ մի կապ չունեցող։ Տիկին Խաչատրյան, եւ կխնդրեմ անդրադառնաք նաեւ եկեղեցու դեմ տարվող այս արշավին, դուք ինչպես եք սա բացատրում, ինչպես եք ընդհանրապես գնահատում։ Ես կուզեմ անջատենք եկեղեցի եւ եկեղեցականներ, սա եկեղեցու դեմ պայքար ես չեմ տեսնում, ես տեսնում եմ անձերի եկեղեցականների դեմ պայքար, որոնք արդեն իսկ քաղաքական կերպարներ են դառել, մտել են քաղաքականություն եւ քաղաքական պատասխաններ են իրար փոխադարձ ասում։ Եկեղեցին ձեզ համար չուլան է։ Իհարկե ոչ։ Ինչու հայտարարվեց, որ չուլանացված է, չուլանի է նմանեցվում նաև նորից եմ ասում, դա կոնկրետ անձնավորված են այն մարդկանց համար, որոնք եկեղեցին, որոնք լինելով եկեղեցական եւ ունենալով եկեղեցական կանոններ, որոնցով պետք է շարժվեն, չի գնում այդ ամեն ինչին, դառել են քաղաքական կերպարներ։ Իսկ տեսեք, եթե անգամ այդպես էլ է, ինչու հենց այս վերջի տարիներին սկսվեց խոսել այդ մասին, որ եկեղեցում սրբապղծություններ, մանկապղծություններ են տեղի, որովհետև ժողովուրդը փաստերի է սպասում, երբ են լինելու այդ։ Տեսնենք, ես չեմ կարող ասել, այդ հարցերը տվեք այն մարդկանց, այն քաղաքական ուժին, ովքեր այդ մասին խոսում են, բայց ինչ վերաբերում է վերջին տարիներին այդ մասին սկսվեց խոսել, վերջին տարիներին այս պահին եկեղեցականների համագործակցությունը քաղաքական այն ուժերի հետ, որոնց տեսնում ենք, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների հետ սերտ փոխկապակցված են, հետևաբար նրանք չէին կարող խոսել դրա մասին, իրենց, այսպես ասած, տերտերներն էին, խոսվում է իրենց հաջորդող իշխանությունների։ Գնահատմամբ երկրում ստեղծված խնդիրները նրա հետևանքն է, որ եկեղեցու ներսում սրբապղծություն, մանկապղծություն է տեղի ունեցել եւ մեր հոգեվորականները չեն պահել իրենց կուսակրոնության ուխտը։ Գիտեք, եթե
գնում են իրենք նրան, որ իրենք պետք է լինեն կուսակրոն, պետք է պահեն դա։ Եթե իրենք պատրաստ չէին եւ պատրաստ չեն լինելու կուսակրոն լինել, եկեղեցին շատ կարևոր կառույց է ցանկացած պետության համար, նամանավանդ Հայաստանի Հանրապետության համար եկեղեցին պետքա լիներ ուժը, պետքա լիներ ժողովրդին միավորող, ժողովրդի բայց եկեղեցին չպետք է մտներ քաղաքականություն եւ չպետք է լիներ քաղաքական կողմնորոշվածություններով, քաղաքական հայտարարություններով, բազմիցս լսել ենք եւ այդ ամեն ինչը պետք է լիներ, ցավոք սրտի այսօր ունենք այնինչ ունենք։ Դուք աջակցությունը հայտնում եք Սամվել Կարապետյանին։ Իհարկե ոչ։ Սամվել Կարապետյանը իր աշխարհաքաղաքական տերերի կողմից Հայաստան էր ուղարկվել, ուղղակի շատ շուտ մաշեց եւ մաշեցվեց էլի Սամվել Կարապետյանը։ Եվս մեկ հարց, հա, դուք ասում եք պետք է մաքուր լինի եկեղեցու ներսը եւ եկեղեցին չպետք է քաղաքականացնել եւ նման այլ հայտարարություններ, որը ձեր քաղաքական թիմը եւս անում է։ Դուք դատապարտում եք Ադրբեջանում, որ այսօր Արցախում բազմադարյա հազարավոր եկեղեցիներ է բացում։ Իհարկե։ Ինչի մասին է խոսքը, իհարկե դատապարտում եմ եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կառույցներով դրան արձագանքում է եւ դրա դեմը հնարավորինս կարող են քայլեր արվում են։ Ես տեղյակ չեմ, հարցրեք իշխանություններին, մենք իշխանություն չենք, մենք քաղաքային իշխանության մաս ենք, որը ունի նման լիազորություն։